Իրանի արտգործնախարարն ու Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի բանագնացը շաբաթ Օմանում կբանակցեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Առանց մանրամասների Աբբաս Արաղչին X-ում տեղեկացրել է, որ Սթիվ Ուիթքոֆի հետ բանակցությունները կլինեն ոչ թե ուղիղ, ինչպես ավելի վաղ ասել է ԱՄՆ նախագահը, այլ միջնորդավորված։ Թե ինչ նկատի ունի միջնորդավորված ասելով, իրանցի դիվանագետը չի բացատրել։ Իրանը եւ Միացյալ Նահանգները կհանդիպեն Օմանում շաբաթ օրը բարձր մակարդակի անուղղակի բանակցությունների համար։ Այն որքան հնարավորություն է, այդքան էլ փորձություն, գնդակն Ամերիկայի դաշտում է։ Մինչդեռ Արաղչիի գրառումից մի քանի ժամ առաջ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ու Իրանն այս շաբաթ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բարձր մակարդակի ուղիղ բանակցություններ կվարեն։ Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպմանը Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ Իրանի շահերից է բխում, որ բանակցությունները հաջող ընթանան։ We're dealing with the Iranians. We have a very big meeting on Saturday. Շատ բարձր մակարդակի հանդիպում ունենք իրանցիների հետ շաբաթ օրը եւ ուղիղ շփումների մեջ ենք։ Գուցե գործարք կնքվի։ Դա հիանալի կլինի։ Դա իսկապես հիանալի կլինի Իրանի համար։ Maybe a deal is going to be made. That would be great. It'll be really great for Iran, I can tell you that. Հարցին թե արդյոք Միացյալ Նահանգներն Իրանի դեմ ռազմական գործողություններ կկիրառի, եթե բանակցությունների արդյունքում հնարավոր չլինի համաձայնության գալ Թեհրանի հետ։ Թրամփն ասել է. եթե բանակցությունները հաջող չանցնեն, կարծում եմ դա շատ վատ օր կլինի Իրանի համար։ ԱՄՆ նախագահը, որ անցած ամիս նամակով բանակցությունների հրավեր էր ուղարկել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին, օրեր առաջ հայտարարել էր, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա եւ կրկին պնդել, նախընտրում է ուղիղ բանակցությունները։ Թրամփը նաեւ զգուշացրել էր, պատրաստ է նաեւ ռազմական գործողությունների, եթե դիվանագիտությունը ձախողվի։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն էլ երկուշաբթի ԱՄՆ-ին կոչ էր արել անկեղծ շահագրգռվածություն ցուցաբերել բանակցությունների հարցում եւ շեշտել, Թեհրանը հավանություն չի տա նվաստացուցիչ պայմաններով բանակցություններին։ Երեկ էլ Արաղչին էր հայտարարել, որ ուղղակի բանակցությունների չեն գնա Միացյալ Նահանգների հետ, սակայն պատրաստ են միջնորդավորված բանակցությունների։ Մենք հավատարիմ ենք մնում դիվանագիտությանը եւ պատրաստ ենք փորձել անուղղակի բանակցությունների ճանապարհը։ 2018-ին Թրամփի նախագահության առաջին ժամկետում Միացյալ Նահանգները դուրս եկավ Բարաք Օբամայի օրոք, 2015-ին Իրանի, Միացյալ Նահանգների եւ եւս 5 երկրի միջև կնքված միջուկային գործարքից, վկայակոչելով դրա արդյունավետության շուրջ մտահոգությունները եւ Իրանի նկատմամբ կրկին պատժամիջոցներ սահմանեց, որոնք հանվել էին հենց այդ համաձայնագրի շրջանակում։ Ի պատասխան Իրանը ուրանի հարստացման մակարդակը հասցրեց 60%-ի, որը մոտ է միջուկային ռում ստեղծելու համար անհրաժեշտ աստիճանին։ 2015-ի գործարքով Իրանը պարտավորվել էր էապես սահմանափակել իր միջուկային ծրագիրը, այդ թվում կրճատել հարստացված ուրանի պաշարները, սահմանափակել ուրանի հարստացման մակարդակը եւ թույլ տալ, որ միջազգային դիտորդները ստուգումներ իրականացնեն իր միջուկային օբյեկտներում։ Գործարքը նպատակ ուներ թույլ չտալ Իրանին միջուկային զենք ստեղծել, միաժամանակ հնարավորություն տալով իրականացնել իր միջուկային խաղաղ ծրագիրը, երկրի էներգետիկ պահանջները բավարարելու համար։